Գիտնականներն ապացուցել են, որ երեխայի գլխուղեղը բավականին լուրջ ճառագայթման է ենթարկվում պարզապես բջջային հեռախոս օգտագործելիս։ Ինչն է արգելված եւ ինչն է թույլատրելի, այս մասին այսօր կխոսենք Ազատ գոտում։ Մինչ հասունացման բոլոր տաբուների ցանկը եւ դրանց գիտական բացատրությունները այսօր փորձենք Ազատ գոտու մեր տաղավարում ստանալ բժշկուհի Սուսաննա Հարությունյանից։ Դիմավորենք նրան մեր թաղբարում։ Մենք խոսեցինք բջջային հեռախոսներից, որոնք իբր արգելված են եւ ապացուցված է դա գիտնականների կողմից, բայց կան բազմաթիվ այլ չի կարելիներ, որոնք շատ այս պահին առկա են մեր կյանքում եւ երեխաներին այդ չի կարելիները արգելում են բազում բաներ։ Ինչն է արգելված եւ ինչն է գիտականորեն վնասակար երեխաների համար։ Իհարկե առաջին հերթին կարող եմ նշել ծխախոտը, ընդ որում պետք է նշեմ այն, որ ինչպես վնասակար է, երբ երեխան կամ դեռահասը ինքն է ծխում, այնպես էլ երբ որ նրա շրջապատում կան ծխողներ։ Նույնիսկ եթե տանը կա ծխող եւ ծխում է բոլորովին այլ սենյակում պատուհանը բացած, միևնույն է երեխայի համար վնասակար է։ Եվ ինչքան փոքր է երեխան, այնքան ավելի շատ վնասակար է։ Եվ պարզվում է, որ մանկական հանկարծամահություն, այսպիսի տերմին կա, երբ որ առողջ երեխան ուղղակի օրորոցում քնած ժամանակ մահանում է, այ դրա հավանականությունը շատ անգամ մեծանում է, երբ որ տանը որևէ ծխող կա։ Մեծանում է երեխաների հիվանդանալու հավանականությունը, եթե մայրը ծխել է հղիության ընթացքում, կամ եթե նա երկրորդային ծուխն է քաշել հղիության ընթացքում, այսինքն շրջապատում եղել են ծխողներ, կամ եթե ընդհանրապես տանը ծխողներ կան, բազմակի անգամ մեծանում է այդ երեխայի քաղցկեղով, թոքի տարբեր հիվանդություններով, ասթմայով եւ այլ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը եւ ընդհանրապես միջին օծիտով, սովորական սուր հարփուխներով եւ այլնով հիվանդանալու հավանականությունը շատ մեծանում է։ Չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ որ երեխաները շատ վաղ տարիքից սկսում են ծխել։ Ունեցել եմ պացիենտ, որը որ 7 տարեկանում արդեն ծխում էր եւ լուրջ թոքային խնդիրներ ուներ այդ երեխան։ Ես զարմացա, որ նրա ծնողները պարզապես շատ հանգիստ էին վերաբերվում եւ հումորով այդպես կատակով ասում էին, գիտեք, ծխում էլ է ինքը մեկ-մեկ։ Ծխախոտ երևույթը որպես բժիշկ դուք բացառում եք պրակտիկորեն եւ հենց վնասակարությունը բացատրեցիք բժշկության տեսանկյունից։ Կան նաեւ այլ արգելված պտուղներ երեխաների համար, մասնավորապես էրոտիկ ֆիլմերի դիտում կամ այլ բաներ, որոնց մասին առաջարկում եմ զրուցել մեր հաջորդ հյուրի հետ, հոկեբան Լուսինե Խանդանյանին դիմավորենք մեր ստուդիայում։ Ողջույն։ Եվս շատ կարևոր փաստ է նշում ծխախոտ, սակայն պարզապես ծխախոտի գնումն էլ կարող է հոգեբանական բավականին լուրջ ազդեցություն ունենալ երեխայի համար, եւ ծնողը երեխային ուղարկում է ծխախոտ գնելու։ Ինչպիսի տրավմատիկ երևույթ կարող ենք նկատել երեխայի մոտ այդ սովորական գնումից։ Որ ծխելը միանշանակ վարքային մոդել է, որին երեխան տեսնում է ու եթե անգամ այդ տարիքում չհամարի, որ պիտի ծխի, բայց մեծանալուց միանշանակ իր համար մեկնաբանություն է, հա, որ հայրը ծխում էր։ Ծխախոտը լավ չի, բայց եթե հայրը ծխում էր, ուրեմն ծայրահեղ ոչ մի շատ վատ բան չկա։ Լավ, իսկ օրենքը ինչու է ստեղծել, որ մինչև 18 տարեկան երեխաներին ծխախոտ չվաճառել։ Այս մասին եկեք դիտենք մի տեսանյութ, որից հետո վերադառնանք ստուդիա։ Դուք ուղարկում եք ձեր երեխային ծխախոտի կամ խմիչքի կամ թորնիկի կանոն։ Իհարկե ոչ։ Ես չեմ ծխում։ Իսկ խմիչքի չեք ուղարկում երեխային։ Չէ։ Ես ինքս եմ գնում։ Որ փողը բանը մնա ինձ էլ ավել է։ Ես ինքս չեմ էլ ծխում։ Իսկ խմիչքի չեք ուղարկում։ Չէ։ Ես ընդհանրապես որ ծխում եմ, ոչ էլ ուղարկում եմ, ոչ էլ խմում եմ։ Ոչ, չեմ ուղարկում։ Չէ, ես չեմ ծխում, որ ուղարկեմ։ Տեսնենք արդյոք կա Հայաստանի Հանրապետությունում օրենք եւ գործում է այդ օրենքը թե ոչ։ Օրենքի պաշտպանին այս պահին հրավիրենք ստուդիա, մեր ստուդիայում այսօր Արտուր Վարդանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ բաժնի պետի տեղակալը կփորձի պատասխանել մեր հարցերին։ Բարև ձեզ, պարոն փոխգնդապետ, այնուամենայնիվ այս երևույթը ցավոք սրտի կա օրենք գրված, շատ դեպքերում օրենքի ոչ տեղեկացված լինելու պատճառով են խախտում այդ օրենքը, շատ դեպքերում էլ պարզապես փորձում են անտեսել օրենքը։ Խոսենք այս երևույթի մասին, այնուամենայնիվ երևույթը առկա է եւ մարդիկ շրջանցում են օրենքը։ Սա իրավական գիտակցության բացակայությունն է, թե պարզապես իրավական մարմինների ոչ ճիշտ տեղեկություններ հասցնելու արդյունքը հասարակությանը։ Ասեմ, որ անչափահասների, մինչև 18 տարեկան անչափահասներին ծխախոտների եւ ալկոհոլ, ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքը արգելվում է Հայաստանի Հանրապետության վարչական օրենսգրքի 158 հոդվածով, որի համար նախատեսվում է պատասխանատվություն
նվազագույն աշխատավարձի, սահմանված նվազագույն աշխատավարձի 50 հապատիկի չափով։ Իսկ երևույթը ցավոք կա, ժողովուրդը ավելի շատ գիտակցելով, որ դա չի կարելի, թեկուզ հենց տնտեսվարող սուբյեկտները, խանութներում աշխատող վաճառողները ավելի շատ բոլորն էլ տեղեկացված են, որտեղ մենք որտեղ վրա գրված է, արգելվում է հենց սիգարետների վրա էլ։ Փորձեմ կրկնվել, միգուցե ժողովուրդը պարզապես չգիտի այդ օրենքի մասին եւ գնում են եւ նույնիսկ իրենց երեխաներին ուղարկում են սիգարետ գնելու։ Միգուցե ժողովուրդը չգիտեն, ես չեմ կարող ասեմ, միգուցե մտածում են առողջության համար է վնասակար, լոկ առողջության համար է երեխայի վնասակար, այդ ի նկատի ունենալով նրանք չեն վաճառում։ Գոյության մասին չգիտեն, իսկ օրենքի գոյության մասին, որ իրենք կարող են ենթարկվել պատասխանատվության ինչ որ տուգանքների, չգիտեմ ինչ տեսքով, միգուցե դրա մասին տեղեկացված չեն։ Լավ, իսկ տնտեսվարող կողմից էլ ասեմ, որ օրենք չիմանալը տվյալ անձի պատասխանատվությունից երբեք չի ազատում։ Ինչ է կարծում հոգեբանը այս հարցով։ Դրդապատճառ կարող է հանդիսանալ, թե երբեմն միանշանակ պիտի լինի շատ ավելի շատ չափով այն, որ հայրը ծխում է իր ներկայությամբ եւ ոչ թե այն, որ հայրը նրան ուղարկե ծխախոտ գնելու, այսինքն հոր ծխախոտ ծխելու փաստը, այսինքն ծխող լինելը միանշանակ ծառայում է մոդել, նպաստում է նրան, որ վաղ թե ուշ անգամ կարելի կլինի ցանկանալ նմանվել հորը հենց թեկուզ մենակ ծխելով, մոր ծխել ընտանիքում աղջկա համար կարող է լինել կրկնօրինակման մոդել եւ աղջիկա անի նույն բանը, մինչդեռ կան օրինակներ, երբ կատարվում է եւ տեղանում լրիվ հակառակ, այսինքն ունեն երեխաներ, ովքեր ունեն ծխող ծնողներ, մեծանալով իրենց համար որոշում են, որ ծխելն իրենց համար չի, հակակրանք ունեն սրա նկատմամբ եւ այլն, բայց տեսանկյունից, որ ծնողի ծխելը միանշանակ վատ օրինակ է, որովհետեւ ինչ որ մի բան, որով կարելի է նմանվել հորը կամ մորը, հա, միանշանակ այդպես է, ես համաձայն եմ։ Լավ, այնուամենայնիվ այդ օրենքը կա, գործում է եւ դա այսքան օրենքը շրջանցում են հատկապես տնտեսվարող սուբյեկտները։ Մենք փոքրիկ էքսպերիմենտ արեցինք եւ փորձեցինք մի երեխայի պարզապես ուղարկել ծխախոտ գնելու։ Առաջին իսկ փորձը հաջողությամբ փսակվեց։ Դիտենք տեսանյութը, հետո կանդրադառնանք թեմային։ Արգելված է, բայց այնուամենայնիվ վաճառում են։ Հրավիրենք մեր տաղավար մի անհատ ձեռներեցի, որը ունի փոքրիկ խանութ, բակային խանութ եւ որտեղ նույնպես շատ հաճախ միգուցե հանդիպում ենք այս երևույթին։ Եվ միաժամանակ ուզում եմ տաղավար հրավիրել նաեւ բավականին մեծ սուպերմարկետում ծխախոտի բաժնի պատասխանատու Ռաֆին։ Դիմավորենք նրանց ծափարությունը։ Բարոյ, ես ներողություն եմ խնդրում ձեր շատ զբաղված գրաֆիկից ձեզ այնուամենայնիվ մի քանի րոպեով խլելու եւ փորձենք խոսել այս երևույթի մասին։ Ձեր խանութում նմանատիպ երևույթներ նկատվել են, որ երեխային ուղարկում են սիգարետի։ Չեմ ասում դուք վաճառել եք թե ոչ։ Նմանատիպ երևույթներ անշուշտ արկա է մեր հասարակության մեջ, բայց ես կարծում եմ դրա մեղքը ոչ թե իրավապահներին կամ, չգիտեմ, խանութի տնօրեններին կամ պատկան մարմինների վրա պետք է բարթել։ Դա ընտանեկան խնդիր է, անձի ձևավորումը տեղի է ունենում ընտանիքում եւ երեխան ավելի շատ ցանկանում է ընդօրինակել մեծերին, այդ տենդենսը ունի երեխան։ Հետևաբար սիգարետի կամ խմիչքի ուղարկելիս, ասենք, եթե անգամ խանութի աշխատակիցը ասում է չի կարելի գնա մայրիկին ուղարկիր կամ մյուս անգամ չգաս, դա, ասենք, մասնակի դեպք է, իսկ համընդհանուր կա հասարակության մեջ դա, ասենք, երեխային ուղարկել խմիչքի կամ սիգարետի, ավելին պարծենալ, թե տեսեք իմ երեխան ծխում է, խմում է։ Լավ, եթե բակային փոքր խանութներում դեռևս կարելի է կառավարել ինչ-որ առումով այդ հասկը, քանի որ գիտեք տվյալ բակի ապրողներին եւ միգուցե իսկապես երեխային պարզապես ուղարկել են առևտուր անելու, կապ չունի թե ինչ են ուղարկել։ Իդեպ ամեն դեպքում սա կարելի է որպես նույնպես օրինազանցություն համարել, թե ոչ, որովհետեւ ծանոթ են ծնողներին, ծանոթ են երեխային, այն հասարակությանը, որտեղ այդ երեխան մեծանում է եւ այդ երեխան որևէ կերպ այդ օրինազանցության կրողը չէ։ Եթե օրենքը կա, օրենքը գործում է, օրենքը գործում է բոլոր վայրերում,
բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար։ Մինչև 18 տարեկան արգելվում է ծխախոտային ապրանքներ գնելը, դա փակցված է բոլոր խանութներում։ Արդյոք դա է թույլ տալիս բակային փոքրիկ խանութների տերերին կամ վաճառողներին այնուամենայնիվ անցնել այս օրենքի սահմաններից եւ վաճառք կազմակերպել այն, որ նրանք ճանաչում են այդ մարդկանց։ Օրինակ սուպերմարկետներում դա վերահսկելը շատ ավելի բարդ կլինի եւ վաճառում է կարծես սուպերմարկետում։ Եվս վերահսկելը դյուրին է, քանի որ բնակչությանը քիչ թե շատ ծանոթ է։ Ես հենց դրա մասին եմ խոսում, այո, բնակչությանը ծանոթ է եւ երեխային պարզապես ուղարկել են առևտուր անելու շատ դեպքերում իրենց իրավունք են վերապահում։ Որովհետեւ ճանապարհին հնարավոր է հետաքրքրություն առաջանա եւ երեխան 3-4 անգամից հետո փորձի նմանակել հայրիկին, ասենք սիգարետը հանել տուփի միջից, հետո նոր տանը ներկայացնել կամ նրանք նստած են ընկերախմբով, անգամ երևի չեն էլ նկատի, որ սիգարետի գլանակը պակասել է տուփի միջից, 3-4 անգամից երեխան փորձ կանի ծխելու։ Հետևաբար հեշտ է, ասենք փոքր խանութներում հեշտ է վերահսկելը, դա պարզապես չենք վաճառում, գնա հայրիկին ուղարկիր կամ մայրիկը թող գա գնի։ Ինչպես է վերահսկում այս process-ը սուպերմարկետում։ Սուպերմարկետում միանշանակ չի կարող վերահսկվել այդ օրենքի կիրառումը, քանի որ հնարավոր չէ, մասնավորապես սուպերմարկետում, որտեղ կատարվում է մեծ քանակի ծխախոտի վաճառք, հնարավոր չէ վերահսկել, այսինքն անչափահաս մարդկանց արգելել, քանզի հնարավոր չէ անձնագրով վաճառել ծխախոտը, ու ինձ թվում է ուրիշ դեպքում հնարավոր չէ, որովհետև օրինակ ես մի օրինակ բերեմ, ես ունեմ ընկեր, որը 15 տարեկան է, բայց ինքը արտաքնապես 20 տարեկան է երևում, ապա ինչպես արգելել նրան չգնել ծխախոտ։ Վարչական ինչպիսի տուժեր են նրանք եւ արդյոք այդ վարչական տուժերը այնուամենայնիվ զերծ կպային հետագայում այդ քայլերը կատարելուց։ Եթե ընդհանրապես հիսնապատիկի չափով վարչական տուժի է ենթարկվում միայն տնտեսվարող սուբյեկտը եւ պատասխանատվություն չի կրում այն երեխան կամ նրա ծնողը, որը որ կատարել է այդ օրինազանցությունը, ինչպես կարող են հետագայում նրանք զերծ մնալ այդպիսի քայլերից։ Ես ասեմ, որ մեղավոր են արդյոք այս խանութի տերերը, որ կա այդպիսի օրենք, բայց կան մարդիկ, որոնք ցանկանում են շրջանցել այդ օրենքը։ Դե առաջին հերթին եթե վերցնենք, առաջին հերթին խանութի վաճառողը եթե տեսնում եմ ակնհայտ ես ասեմ, երբ որ երեխան ընտանիքում է մեծանում, դեմ չեմ, բնավորությունը ձևավորվում է ընտանիքում, հակումները, ցանկությունները, առաջին հերթին ծնողը, որ երեխային ուղարկել է սիգարետ գնելու, իսկ տվյալ դեպքում եթե ծնողի ֆակտորը բացակայում է, երեխան ինքը իր համար է ուզում սիգարետ գնել, եկա որ խանութի վաճառող առաջին հերթին, եթե տեսնում է ակնհայտ անչափահաս է դա, ոչ ասենք 17.5 տարեկան կամ 15 տարեկան, որը 20 տարեկանի տեսք ունի, բնականաբար խանութի աշխատողը պետք է փորձի դա չանել, չվաճառել ուղղակի։ Կա այդպիսի դեպքեր կանխելու համար այսօր ոստիկանության առաջին խնդիրներից մեկն է, եւ դա իրականացվում է հանրապետության բոլոր տարածքներում գտնվող դպրոցներում։ Մենք իրականացնում ենք ծրագիր, որը կոչվում է զարգացնենք արդարադատության նպաստող գաղափարները, մեր ծառայությունը։ Եվ դրա մեջ ներառված են 6 սովորություններ, թեմաները, որոնք կոնկրետ խոսում են ինչպես արկաոլի օգտագործման, այնպես էլ ծխախոտի օգտագործման մասին։ Եվ այդ հանդիպումների, դասընթացների միջոցով երեխաներին փորձում ենք բերենք այն դաշտ, որ իրենք հասկանան։ Դրանք ռեգուլյար հանդիպումներ են բոլոր դպրոցներում։ Ինչպես? Դրանք ռեգուլյար հանդիպումներ են բոլոր դպրոցներում։ Հանդիպումները կազմակերպվում են տարածքներում գործող մեր ծառայության, անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների կողմից եւ պարբերաբար անց են կացվում այդ դասընթացները։ Դրանք արդեն դասընթացների տեսք են ստացել։ Նախկինում անցյալ տարի ավելի շուտ մեր 2010 թվական 10-ից 11 թվականների ուսումնական տարվա ընթացքում Երևան քաղաքում գործող 11 դպրոցներում կիրառվեցին։ Կարծում եք դա կօգնի երեխաների Ուրեմն ասեմ ծրագիր անցկացվող դասընթացները միանշանակ արձագանք ստացել են ոչ միայն երեխաների, անչափահասների, աշակերտների շրջանում, այլև իրենց ծնողների եւ ուսուցչական կազմի։ Ինչպես նշեց Տիկինը, միանշանակ քանի որ երեխան մինչև մասնավորապես հասուն տարիքին հասնելը ձևավորվում է ընտանիքում ու իրոք ընտանիքն է իրան ձևավորում, այսինքն ընտանիքն է պատասխանատու իր ձևավորման համար ու լավ կլիներ, որ հայրը կամ մայրը չուղարկեին ծխախոտ գնելու, այնուամենայնիվ
իրավական պատասխանատվությունը մնում է խանութների եւ վաճառողների վրա, ովքեր վաճառում են երեխային, ու հասարակությունն էլ իր կողմից ունի իր մեղավորությունը իր անտարբերության տեսքով, միանշանակ ավելի լավազերծ պահել երեխաների ինչ որտեղ ուղարկելուց, քանի որ սա իր համար ընդհանրապես օրինակ ու մոդելը, որին ինքը ուզենալու է նմանակի։ Մենք խոսեցինք միայն ալկոհոլի եւ ծխախոտի մասին։ Եվ այլուր ամեն ինչ է վաճառվում, որից անձնավորությունը կարող է օգտվել իր սեփական ցանկության համաձայն։ Դեղատներում էլ վաճառվում են դեղեր, որոնք որ արգելված են կամ արդյոք այսօր պահպանակ դնելն է արգելված կարող եմ մի բան ավելացնել։ Ընտանիքում է ասում եք մեծանում երեխան եւ ընտանիքն է ձևավորում երեխային, ոչ, ընտանիքը եւ հասարակությունը, դրանք հավասար իրար համազոր բաներ են։ Եվ ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարող է մինչև 21 տարեկան երեխա չասենք արդեն չափահասներին արգելվի խմիչք օգտագործել անգամ ոչ միայն գնել, այլ նույնիսկ սրճարանում կամ որևէ այլ տեղ, եթե տեսնում են, որ նրանք խմիչք են ուզում եւ անձնագիր են պահանջում, եթե 21 տարեկանից փոքր են, նրանք լուրջ պատիժ են կրում, իսկ մենք կարող ենք շատ հեշտությամբ թույլ տալ, որ մեր 15 տարեկան տղաների մեծամասնությունը ծխի։ Եթե դուք վաճառում եք 15 տարեկան, 14 տարեկան եւ ավելի փոքր երեխաների, պետք է իմանաք, որ դեռահասության շրջանում է, որ առաջանում է այդ ձգտումը, փորձել այն, ինչ որ հասարակության շատ անդամներ անում են, ում որ նրանք ձգտում են ձևավորվող այո, խանութի վրա է գծում, որովհետև դա իրավաբանական մեր ազգային երեխան ինչ կուզի, այն էլ կանի եւ ոչ ոք իրավունք չունի արգելել նրան։ Տենց բան չկա։ Այո, այդպիսի կարծիքներ հնչում են ցավոք սրտի։ Ավելին հայրը ասում է առողջ ոգեր պետք է տանի երեզման։ Այսպիսի արտահայտության եմ ես ներկա եղել։ Իսկապես ես կարծում եմ, որ այստեղ չի կարելի այդպես մտածել, չի կարելի։ Առողջությունը ամենակարևորն է, ամենամեծ կապիտալն է մարդու։ Օրենքները հենց այնպես չեն գրվել։ Օրենք գրողը նկատի ունեցել, որ շատ վտանգավոր է, երբ որ 15 տարեկան երեխան է ծխում, որովհետև նախ նա ցանկություն ունի նմանվելու, այդ տարիքում են սկսում ծխել չհասկանալով ծխախոտի վնասակար հատկությունները, եւ այդ տարիքում դա ավելի շատ է ազդում առողջության վրա, քան հետագայում։ Արգելելով ծխախոտի վաճառքը արգելում եք նաեւ նրան ծխել, ինքը ուրիշ կերպ չի կարող ձեռք բերել այդ։ Եւ եթե ծխախոտը, գիտեք, շատ հարցեր կան իհարկե ֆիլմերում եւ այդտեղ անընդհատ ծխող մարդիկ, անընդհատ այդպես, երբ որ մեր դերասանները անընդհատ ծխախոտը ձեռքերին են ելույթ ունենում, երբ որ հասարակության կողմից սիրված մարդիկ հեռուստաէկրանի առաջ ծխախոտով են ելույթ ունենում, դա շատ իհարկե վնասակար եւ վտանգավոր է։ Եվ ասեմ, որ ծխախոտի արգելքների մասին օրենքը կարծում եմ, որ դեռ շատ արգելքներ ավելի պիտի դնի, ոնց որ դրված են շատ զարգացած երկրներում։ Հավերժ կարող ենք վիճել այս թեմայով, որովհետև կարողանանք ինչ-որ կերպ լուծել։ Ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց իսկապես կարծես թե օրենքում որևէ գործ կա դեռևս անելու, որովհետև միայն արգելելով խանութներում վաճառքը, այս երևույթը դուք ինքներդ նշեցիք, որ երեխան մեծանում է ընտանիքում եւ հասարակության մեջ։ Այս երևույթը արմատախիլ անել չի կարելի։ Կցանկանայի, որ այդ օրենքի մշակմանը իսկապես մասնակցեն մարդիկ, ովքեր այսօր բարձրաձայնում են ազատ գոտում այս խնդիրները եւ օրենքը միգուցե կստանա մեկ այլ տեսք, եթե իհարկե դեմ չեք, պարոն փոխգնդապետ, այս ամենին։ Եկեք մենք հրավիրենք տաղավար Հակոբ Թոփչյանին, որը ներկայացնում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ Ինչպես են դեղագործները պարզելու երեխայի տարիքը կամ ում կարելի է վաճառել, ում ոչ։ Գիտեք, ինչքան ընդհանրապես տարիքային հասկացողություն երեխա մինչև 18 տարեկանը դերևս անցնենք սովետական միության տարիները, քանի որ մենք հետ սովետական միության եկել ենք մենք հանրապետություն, դարձել ենք պետություն, սովետական միության տարիներին մինչև 12 տարեկան երեխաներին արգելված էր ընդհանրապես դեղ բաց թողելը դեղատնից։ Նման օրենք կա եւ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարի համապատասխան հրահանգներով մինչև 12 տարեկան երեխաներին դեղերի բաց թողումը կատեգորիկական արգելված է։ Բոլոր դեղերի ընդհանրապես։ Ինչի, որովհետև դեղերը սովորաբար դեղատնից բաց են թողում երկու կատեգորիաներով, այսինքն դեղատոմս կամ առաջ դեղատոմսային բաց թողնող դեղեր։ Անկախ դրանք կլինեն դեղատոմսային թե առանց դեղատոմսի, դեղերը տարիքի հետ կապված կիրառման դեպքում կարող են բացասական ազդեցություն գործել երեխայի վրա, ինչպես 0 տարիքից, այնպես էլ մինչև 18 տարեկան հասակը, ընդունելով այն դեղերը, որոնք որ համապատասխանում են նախատեսված են կամ մեծահասակների համար առավել ևս։ Լավ, դեղատներում միայն դեղեր չէ, որ վաճառվում են, օրինակ հղիության տեստ է վաճառվում եւ 16 տարեկան աղջիկ օրինակ կարող է գնել հղիության տեստ, թե ոչ։ Նա չափահաս է, թե ոչ։ Ուշադրություն դարձնենք էկրաններին ինչ։ Ոչ։
երեխաներին արգելված է վաճառել այնպես Viagra, էրեկցիան բարձրացնելու դեղամիջոցները եւ հոգեմետ դեղերը, որը բաց է թողում այն դեղատոմսով եւ 18 տարեկան բարձր անձանց։ Երեխա եղել է 18 տարեկանից, ցածր անգամ 13 տարեկան, որը վերցրել է Viagra, այդպիսի էրեկցիան բարձրացնող դեղամիջոցներ, ես ինքս չեմ վաճառել։ Իսկ սովորական ցավազրկող կարելի է երեխային վաճառել, երեխան մարդ է եւ ունի ցավազրկող դեղամիջոցներ։ Կախված տարիքից եւս ցավազրկողները տարբեր ազդեցություն են գործում, այսպես բժշկուհին նշում էր հասուն օրգանիզմի հասունացման զարգացման հետ միասին, ուստի նույնիսկ տարական ցավազրկող դեղեր, ինչպիսին անալգինը, անտիպիրինը եւ այլն, որ կարծես թե կարելի է նշանակել երեխաներին, սակայն նրանք արգելված են նշանակել երեխաներին, հատկապես որովհետեւ նրանք ունեն կողմնակի ազդեցություններ, որոնք արդեն հաստատված են բժշկության պրակտիկայի մեջ, նրանց կողմնակի ազդեցությունները, այդ իսկ պատճառով այս ցավազրկող դեղ կիրառելու ժամանակ ծնողը իր երեխային հատկապես փոքրասակ 3 տարեկան, 4, 5, 6, 7, 8, 10 տարեկան հասակում նշանակում է պետք ուղեկցի միայն ներդիր թերթիկով, որ ուղեկցում է դեղին։ Ներդիր թերթիկը կարդալով նա կտեսնի ինչպիսի դեղաչափ կարելի է տվյալ դեպքում երեխային տալ օգտագործման համար, որպեսզի բարդություններ չստան։ Իսկ ցավի դեպքում առավել եւս ծնողն ընդհանրապես ցավը ընդհատելը չի կարելի, հատկապես այդ ցավը որովայնի խորոչում, որովհետև կարող են տարբեր բարդությունների պատճառ դառնալ։ Այս գաղափարախոսությունից ելնելով կարելի ասել, որ դեղը տալ, բաց թողել ազատ եւ կիրառել առանց համապատասխան ցուցումների կամ հարևանի ինչ-որ ցուցումով, որ կիրառեք այս դեղը օգնեց իմ երեխային, ես գտնում եմ, որ ծնողները պետք է կատեգորիկ դեմ լինեն եւ նրանք չկիրառեն այդպիսի այդ ուղեցույցը ընդունելի է առողջապահության ոլորտում, այսինքն հիմնվելով մեկի կարծիքի վրա կիրառել որևէ դեղ հատկապես մանկական տարիքում։ Առաջին եթերում հիշեցնեմ, որ Ազատ գոտին է, իսկ Ազատ գոտում մենք բարձրաձայնում ենք բոլոր տեսակի խնդիրները։ Խոսեցինք դեղերի, խոսեցինք ալկոհոլի, ծխախոտի եւ դրանց օրինազանց մոտեցումների մասին, ովքեր են պատասխան տալու այդ երևույթի համար, ինչու են օրենքի առաջ պատասխանատու միայն տնտեսվարող սուբյեկտները եւ ոչ թե այն մարդիկ, ովքեր կատարում են այդ օրինազանցությունը, դեռ կպարզենք։ Սակայն մի հետաքրքիր երևույթ, որը կարծում եմ շատ ակտուալ է այս օրերին, որովհետեւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն եւ շատ մարդիկ կատարում են խաղադրույքներ։ Խաղամոլությունը նույնպես արատավոր երևույթ է եւ կարծում եմ, որ այդ արատավոր երևույթը նույնպես պետք է վերահսկվի օրենքով։ Արդյոք այսօր մեր երեխաները ունեն որոշակի սահմանափակումներ խաղադրույքներ կատարելու։ Այս մասին մենք շատ հետաքրքիր հարցադրումներ կարող ենք ուղղել ամենահայտնի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մենեջերին Wayne Open Show դիմավորում ենք բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչին։ Hello, thank you for participating. Մենք խոսենք հյուրի հետ հայերեն, մեզ կօգնի այդ հարցում թարգմանիչը։ Եվ այսպես, ձեր գրասենյակներում ինչպես են վերահսկում ընդհանրապես անչափահասների մուտքը եւ արդյոք որևէ անչափահաս իրավունք ունի կատարել խաղադրույք, անգամ եթե այդ խաղին մասնակցում են անչափահասները, օրինակ շախմատային խաղադրույքներ, կարելի է կատարել թե ոչ։ Quite impossible for underage children to be able to gamble either in a bet shop. Իրականում ձեր նշած հարցը բավական կարևոր է եւ ես կարող եմ պատասխանել, որ ոչ չենք թույլատրում։ Մենք չենք թույլատրում երեխաներին մուտք գործել ոչ խաղադրույքներ ընդունելու կետեր եւ ոչ էլ խաղադրույքներ կատարել on-line-ում։ Նման դեպքերի բացահայտվելու դեպքում խաղադրույքների ընդունման կետի տնօրենը ենթարկվում է կարգապահական խստագույն տույժերի մինչև աշխատանքից հեռացումը։ Բիզնեսի մեր ոլորտը լինելով լիցենզավորված գործունեություն, որի թույլատվությունը ամեն տարի պետքա թարմացվի, շատ խիստ ձևով վերահսկվում է համապատասխան մարմինների կողմից եւ մենք հետևում ենք օրենքի բոլոր պահանջներին դրա հետ կապված։ Մենք պետք է համապատասխանենք միջազգային ստանդարտներին։ Այդ վերահսկողության եւ սահմանափակումների հիմնարար տարրերից մեկը կայանում է նրանում, որ մենք պետք է արգելենք անչափահասների խաղադրույքներ կատարելու հնարավորությունը։ Միջազգայինորեն դա այդպես է։ Ստիպված ենք համապատասխանության համար թե իրականացնել այդ ստուգումները եւ արգելել անչափահասների խաղը եւ թե մեր վերահսկող մարմիններին ցույց տալ մեր սահմանափակող գործունեությունը։ Լավ, եթե ասենք գրասենյակ մուտք գործելիս կարելի է դեռևս վերահսկել անձի տարիքը, ապա on-line-ում ինչպես եք վերահսկում։ Եվրոպայի առաջնության ժամանակ ես ծանոթ եմ բազմաթիվ դեպքերի, երբ երեխաները պարզապես ինտերնետով կատարել են խաղադրույքներ, վերցնելով ինչ-ինչ գումարներ ծնողներից կամ միգուցե այլ վայրերից։ Ձեր ասած դեպքերի ես չեմ բացառում, սակայն համոզված կարող եմ նշել, որ այդ դեպքերը մեր մոտ տեղի չեն ունեցել։ Փորձեմ ավելի մանրամասն բացատրել
կարգել process-ը։ Ինչ է տեղի ունենում։ Մենք գոյություն ունի համապատասխանության վերահսկողության կոմիտե, որի պահանջներին մենք պարտավոր ենք բավարարել։ Եվ եկեք պատկերացնենք ուղղակի գումարի ներդրման process-ը։ Մարդը, երբ որ գրանցվում է եւ փորձում է որևէ գումար դնել իր հաշվի վրա հետագայում խաղալու համար, լինի դա բանկային փոխանցում, իր պլաստիկ քարտից կամ այլ վճարային էլեկտրոնային դրամապանակից թե ինչից, մեր համապատասխանության ծրագիրը ավտոմատ կերպով ստուգում է այդ մարդու տարիքը, ստուգում է հաշվի առնելով նրա վճարային համակարգից եկած տվյալները եւ այդ տվյալներից ստանալու դեպքում, որ տվյալ դրամապանակը կամ բանկային հաշիվը դեռևս չի համապատասխանում մեր տարիքային սահմաններին, մենք ուղղակի չենք ընդունում այդ մարդուց իր ցանկությամբ վճարվելիք գումարները։ Այսինքն անչափահասը նույնիսկ գրանցվել եւ փող դնել իր հաշվին չի կարողանա։ Ֆինանսական շահը գերակա չէ ամեն դեպքում ձեզ համար։ Ոչ։ Բարձր սոցիալական պատասխանատվություն մեր վրա վերցնում է։ Դուք պետք է մի բան չմոռանաք, որ on-line խաղերի ոլորտը ընդհանրապես ողջ ինտերնետում ամենախիստ վերահսկողության տակ գտնվող ոլորտն է։ Ես ուզում եմ այստեղ մի պահ ձեզ ընդհատել եւ հարց ուղղել մեր ոստիկանության ներկայացուցիչին, փաստորեն մեր հյուրն էր այսօր Արտուր Վարդանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ բաժնի պետի տեղակալը։ Մենք ունենք արդյոք վերահսկողություն ինտերնետում։ Կա արդյոք հատուկ հատուկ մարմին, որը որ այդ վերահսկողությունն իրականացնում է այսօր համացանցում, թե պորնոգրաֆիկ ֆիլմերի դիտման առումով, թե խաղադրույքներ կատարելու առումով, որպեսզի զերծ պահենք անչափահասներին այդ օրինազանցություններից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 6-րդ վարչությունում այսօր աշխատում է վարչություն, որը կոչված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտման աշխատանքներին իրականացնել եւ ասեմ, որ ծառայության ստեղծման օրից կա արդեն բարձր նվաճումներ կան նվաճումներ, այսինքն որոշակի նվաճումներ, որոնք բերել են դեպքերի բացահայտման։ Ես շնորհակալություն եմ հայտնում, կարծում եմ, որ թեման իսկապես անսպառ է, որովհետև այդ երևույթները, որոնց մասին մենք խոսում ենք եւ խնդրահարույց են դրանք այսօր մեր հասարակությունում, բազում են եւ հասարակությունը ինքը պետք է հետևի այդ երևույթների արմատախիլ անելուն եւ ոչ թե ամեն ինչ թողնենք օրենքի ուսերին կամ օրենքի պաշտպանների ուսերին։ Շնորհակալություն ձեզ ամեն դեպքում ձեր կատարած աշխատանքի համար, որը բավականին բարդ է, պետք չէ մեղադրել միմիայն օրենքը գրողներին, կարծում եմ, որ ամբողջ հասարակությունը պետք է ստեղծի մի օրենք, որը չգրված է, կան նաեւ չգրված օրենքներ, որոնք գործում են մեր հասարակությունում, իսկ չգրված օրենքների եւ դրանց պարզապես կիրառման կամ չկիրառման մասին մենք այսօր խոսում ենք Ազատ գոտում եւ այս թեմաները բազում են։ Հետևեք միշտ Ազատ գոտում, առաջին ալիքի եթերում։